Ընդհանուր առմամբ միասնական են ինքներդ էլ տեսակ ինքնաբուխ մարդիկ դուրս են եկել եւ վստահ են, որ ամսվա վերջ ավելի շատ են գալու։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը քննարկումների ակտիվ փուլում է։ Մարտի 29-ից տեղադրված վրան շտաբ են այցելում հասարակական քաղաքական բազմաթիվ գործիչներ ու երկրի ճակատագրով մտահոգ անհատներ։ Խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում նաև կառավարության ներկայացուցիչների հետ։ Մարտի 29-ի հանրահավաքից հետո մինչ օրս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպել ենք 3 անգամ։ Բնակ ապահովման եւ սոցիալական աջակցության ծրագրերը քննարկելու համար վերջին հանդիպման ժամանակ փոխվարչապետ Խաչատրյանը արցախցիներին առաջարկել է փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբեր ձևավորել, ինչը դրական արձագանքի է արժանացել։ Եղել են նաև այլ առաջարկներ։ Առաջարկել են եւս 1 ամսով երկարաձգել 50,000 դրամ աջակցությունը, այն պայմանով, որ բանակցությունները չպետք է լինեն վրան կառավարություն համատեքստում, բայց խորհրդում քննարկել ենք եւ նպատակահարմար չեն գտել վրանը հանելու, քանի որ այստեղ օրվա մեջ հարյուրավոր արցախցիներ գալիս են իրենց մտահոգությունն են կիսում մեր հետ եւ այդ ամբողջը հավաքագրելու տեղ է դարձել ազատության հրապարակը։ Վրանը հանելու ուղիղ պահանջ կամ առաջարկ չի եղել, մեկնաբանությունները ճիշտ չեն, ասում է փոխվարչապետը։ Ասել եմ, եթե ժամանակ է պահանջվում, որ մենք շարունակենք մեր քննարկումը եւ ձեր առաջարկություններից նրանք, որոնք որ օբյեկտիվ են, ռացիոնալ են, դրանք հաշվի առնելու ուղղությամբ աշխատենք, գանք ընդհանուր հայտարարի, մենք կարող ենք 1 ամիս ոչինչ չանել, այսինքն շարունակել 1 ամսվա ընթացքում աջակցությունը նաև նրանց, ում մենք հիմա նախատեսում ենք ապրիլի 1-ից կամ արդեն իսկ ընդունված որոշումով նախատեսված է, որ իրենք այդ աջակցությունը չեն ստանալու, եւ դա բավարար ժամանակ է, որ մենք կարողանանք մեր հետագա անելիքները որոշել։ Մենք համարել ենք, որ այդ 1 ամիսը այն ողջամիտ ժամանակը չէ, որտեղ որ կարող ենք մեր բոլոր խնդիրները, այսպես ասած, խնդիրներին լուծումներ տալ։ Կառավարությունը ճիշտ կանի, որ կառուցողական լինի եւ մեր մտահոգությունները կիսի, մենք ինչ ենք ասել, մենք ասում ենք հետեւյալը. եկեք երկարաձգենք աջակցության ծրագիրը մինչև տարեվերջ, միասին ստեղծենք այն բոլոր խմբերը, փորձագիտական, աշխատենք։ 40+10,000 ծրագրին վերադարձ չի լինելու, կառավարության աջակցության ծրագրերն ապրիլի 1-ից ավելի թիրախային են, ասում է Տիգրան Խաչատրյանը։ Ինչպես անվանենք, եթե մենք պետք է 50,000 դրամ տանք մեկ մարդու, որ 400,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Այդ հարցի պատասխանը որևէ մեկը կարող է տալ, խնդրի հիմնովին լուծումը երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագիրն է, որին ցավոք սրտի դիմելիությունը դեռևս շատ ցածր է։ Այնտեղ է լուծումը, թող գնան դիմեն սահմանված կարգով, ստանան իրենց հասանելիքը եւ երկարաժամկետ կանոնավոր նորմալ լուծում ստանան։ Ինչու չեն անում։ Ինչքանով է ճիշտ, հիմա հարցը ուղղում եմ կառավարությանը, որ 26 թվի բնակարանային ծրագրի շահառուն ապրիլի 1-ից այդ սոցիալական աջակցությունը զրկվում է։ Մարդ ուղիղ հայտնվելու է դրսում, որտեղ է տրամաբանությունը։ Արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը նույնպես ձախողված է, պնդում է Նժդե Իսկանդարյանը։ Հունվարի 15-ի դրությամբ 506 հոգի ստացել են սերտիֆիկատներ, որից 5-6 հոգի են կարողացել ուրեմն ստանալ բնակարան, գնել բնակարան, բայց վերջին հաշվարկներով գրեթե 60-ից ավել ընտանիքներ կարողացել են։ Սա խոսում է եւս մեկ անգամ, որ բանկ կառավարություն համագործակցությունը չի աշխատում։ Կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կտրամադրվի ապրիլից մինչև դեկտեմբեր։ Աջակցության ամսական չափը կկազմի ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000, մյուս անդամների համար 10,000 դրամ։ Կարիքավոր են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը 55,000 դրամից ցածր է։ Արցախցի Նժդեհի գնահատմամբ մարտի 29-ի հանրահավաքից ու ազատության հրապարակում վրան տեղադրելուց հետո արցախցիների նկատմամբ ատելության խոսքի ու անհանդուրժողականության չափաբաժինն ավելացել է։ Արցախցիները ստամոքսակռիվ են անում, փորձում են Հայաստանը ներսից քանդել, իշխանափոխություն անել եւ նմանատիպ այլ թեզեր են սոցհարթակներում ակտիվ տարածվում։ Ատելության ու անհանդուրժողականության խոսքեր են հնչեցնում նաեւ իշխանության ներկայացուցիչները։ Առաջին իսկ օրվանից իշխանության քարոզչական մեքենան լացված եղել այդ գործին, որ արցախցիները գալիս են այստեղ հեղափոխություն անելու։ 1.5 տարի է
մեր հայրենակիցները հայտնվելով այստեղ մեր հայրենիքում որևէ փորձ չեն նախաձեռնել, ես դա պաշտոնական եմ ասում, այժմ այն ինչ տեղի է ունենում սոցիալական հարթակներում իրոք ցավալի է։ Ապրիլի 15-ին արցախցիները կհայտարարեն, թե որտեղ եւ երբ են անելու մեծ հանրահավաքը, իսկ մինչեւ այդ լայն համախմբման աշխատանքները շարունակվում են։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։